Լրություն դահլիճում, հարգելի գործիքներ։ Հարգելի գոլեգաներ, հարգելի փոխքաղաքապետ, նորից վերադառնամ նախկին թեմային անմեղության կանխավարկածին եւ մեղադրանքներին։ Այսօրվա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրվել է, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել է, կալանքը կրել է, վերջում Եվրոդատարան, արդարացում, պարզվեց, որ անմեղ է։ Սա դատական ակտն է, ես որպես իրավաբան եմ սա ասում։ Նենց որ եկեք մինչև որակումներ տալը, երկու կողմին էլ վերաբերում է խոսքերս, գոնե օգտագործեք առերևույթ բառը։ Էլ եմ ասում, այնտեղ չեք եղել, չգիտեք ինչա, կյանքը բումերանգ։ Հիմա անդրադառնամ Երևանի պատվավոր քաղաքացու ստատուսին։ Մենք նախորդ քվեարկության հանրային ձայնը դեմ քվեարկեց։ Ոչ թե դեմ այդ մարդուն, այլ ուղղակի մենք իրան չենք ճանաչում, բայց կոչում ենք տալի ցմահ։ Ես կարծում եմ, որ երևի թե նախագիծ բերվի, որ նման ովքեր որ պիտի դառնան պատվավոր քաղաքացիներ, գոնե գան Երևանի քաղաքապետարան հանդիպեն ֆրակցիաների հետ, որ մորդոնե մարկանց չճանաչենք, ըստ դրա որոշենք։ Ինչ վերաբերում է, ինչ են խոսում այդ մարկանց մեծ աշխատավայրերում, լավ իմաստնական օրինակով բերեմ, մեկ-մեկ որ մտնում եմ Google որոնողական համակարգ գրում եմ իմ անուն ազգանունը, որ չիմանամ իմ մասին է խոսքը, կասեմ ընդհանրապես այս երկիրը ոնց է այս մարդուն տանում։ Այսինքն դա դեռ ոչինչ չի նշանակում, առավել ևս ավելացնեմ, որ մեր մեծերից մեկն ասում էր, քո մասին այնքան վատ բան են ասում, որ դա նշանակում է, որ դու քեզանից մի բան ներկայացնում ես։ Բայց միևնույն ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շատ լավ օրինակ բերեց Հիտլերի վրա, գալիս եմ նորից այդ նույն գաղափարին, որ թղթի վրա գրածը կոպիտ ասած կարող է Հիտլերին նույնպես ընտրեն, քանի որ կնքրին չենք տեսել։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ օգտվեմ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի տված, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի տված հնարավորությունից, որ ասում էր տվեք մեկի անունը եւ ես մի ժամվա ընթացքում իր մասին կբերեմ վատ բան։ Նոր մենք հանրային ձայնով քննարկեցինք, օրինակ ունենք Երևանի քաղաքապետանում աշխատող մարդ, որին ճանաչում եմ, եթե չեմ սխալվում, կամ 96 թվականի վերջից, կամ 97 թվականի սկզբից, մարդ, որ 30 տարի իրան նվիրել է Երևան քաղաքին, լավ կամ վատ բոլոր իշխանությունների օրոք։ Օրինակ ես կառաջարկեմ դիտարկվենք որպես ավագ բանի Երևանի պատվավոր քաղաքացու, թեկնածու, հարգարժան պարոն Կամո Արեյանին եւ սպասենք, թե Սուրեն Գրիգորյանը մեկ ժամ ընթացքում ոնց կարա իր հանդեպ ինչ-որ մի բան բերի։ Ես օրինակ ոնց ման եմ գալի չեմ գտնում, որտեվ արածը Երևան քաղաքի համար գոնե թե ակնհայտ է։ Բայց սպասենք նաեւ դրան, որտեվ ճանաչում ենք, որտեվ տեսել ենք, որտեվ 30 տարի այդ մարդ իր կյանքը տվել է այստեղ։ Բայց լրագրող չեմ թերագնահատում ոչ մեկին։ Մենք այս քվեարկությանը նույնպես դեմ ենք քվեարկելու, զուտ ոչ թե մարդուն ենք դեմ, այլ ուղղակի չենք ճանաչում։ Իսկ ոնց որ դուք ինքներդ նոր հիմնավորեցիք, թղթի վրա կարանք ընտրենք նաև Հիտլերին։ Շնորհակալություն։ Ընդմիջում